Եվ ես ասում եմ, եթե Աստված հայտնություններ տվեց իմ ծնողներին, գիտեք հայտնություններ եղան, որ մենք պետք է ազատության մեջ ապրենք։ Հայրս ասում էր, որ ես պետք է կառուցեմ աղոթքի տուն և կընդունեմ խոստովանություններ հորս նեղացնողներից։ Աստված իմ, նրան տվել էին ամենաբարձր պատիժը 50-ական թվականներին, հետո փոխարինեցին 25 տարով։ 96 թվականին ինձ ձեռնադրեցին որպես սարկավակ։ Մի օր եկեղեցու հովիվն ասաց. «Գնանք, մեզ հրավիրում են մի մեռնող մարդու մոտ»։ Եկանք այնտեղ, մարդը պառկած էր հիվանդ ու հարցնում է հովվին. «Ո՞վ է այս երիտասարդը»։ Ասաց, որ սարկավակ է և մենք երկուսս էլ խոստովանություն ենք ընդունում։ Ասում է ինձ խոսք տվեք, որ երբ ես կմեռնեմ, իմ անուն-ազգանունը ոչ մի տեղ չեք ասի։ Մենք խոստացանք և նա սկսեց խոստովանվել։ Ես հիշեցի հորս հայտնությունը և հասկացա, որ այդ մարդն է իմ հորն ամենախիստ պատիժը տվել։ Եվ եկավ ժամանակ, երբ հայտնվելով նման պայմաններում, ասում է եկեք և թողություն տվեք մեղքերիս, ողորմություն արեք։ Եվ հասկանում ես, թե որքան մեծ է Աստված